Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի։ Թող Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում մեր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մարևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Այդպես Արցախը։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է, ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով։ Այդ դրա վերաբերյալ ինչ գործընթաց է սպասում, եթե դուք գաք իշխանության։ Մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր Արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Ծայրահեղությունից ծայրահեղություն կաուրացությունը ծայրահեղությունը, կա առաջնահերթություն դրոշակի պես բերել առաջին պլան, դա նույնպես ծայրահեղություն է, բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ պետք է լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն մեր համար։ Օրինակ ինչ որ եղել է հայոց ցեղասպանության ժամանակ 111 տարի առաջ, ինչի մասին է եղել, որ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեր համար խնդիր են, հայերին պետք է կոտորել եւ կոտորում են։ Հետո գալիս է օրինակ Արցախում էթնիկ զտում։ Էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ խանգարում են եւ էթնիկ զտում պետք է լինի։ Հետո գալիս է Միջանցքի խոսակցությունը, չէ՞, ինչի մասին է։ Մենք պետք է գնանք գանք, բայց դուք այստեղ չպետք է կանգնեք։ Միջանցքի թեման ինչի մասն է, մենք պետք է գնանք գանք, մեր բեռները տանենք, բերենք, չգիտեմ ինչ անենք, բայց ձեր սահմանապահը այստեղ չպետք է կանգնի։ Երբ որ դու միջազգային գործընկերներին, օրինակ, չեմ, Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից ներկայացնում ես խնդիրը այս ոճով, պատմական ընթացքը ցույց ես տալիս։ Մարդը քեզ հասկանում է, թե ինչ է կատարվել այն ժամանակ ու ինչ է կատարվում հիմա։ 91 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է եղել հենց այդ մոտեցումը, որ մենք ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է դարձնենք քաղաքական առևտրի մանրադրամ եւ չպետք է այդ պահանջը դնենք Թուրքիայի առաջ։ Մենք կարող ենք գնալ կարգավորմանը համաձայնվելով դրա մասին չհամաձայնելու քաղաքականության վերաբերյալ։ Այսինքն Թուրքիան եթե ցանկանում է թող շարունակի պնդել, որ ցեղասպանություն չի եղել, մենք երբեք չենք ունենա ցեղասպանության փաստը։ Այն ինչ որ Փաշինյանի քաղաքականությունը, դա մի քիչ ավելին է, քան թե այն ինչ որ մենք ինքը փորձում է տանել դեպի ցեղասպանության փաստի ուրացում։ Մենք կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից, որովհետև սա ոչ մեկ չի կարող ժխտել, այն գոյություն ունի եւ մենք պետք է հետապնդենք այս հարցը, պետությունը պետք է հետամուտ լինի